3 տարի կալանքի տակ մնալուց հետո Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը դուրս է եկել բանտից։ Նրա նկատմամբ նշանակվել է տնային կալանք։ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է նաև 30 միլիոն դրամ գրավ։ Ինչու 3 տարի հետո ի վերջո փոխվեց կալանքը։ Փաստաբան Երեմ Սարգսյանի փոխանցմամբ նախ գործի մի դրվագով հարցաքննվել է վկաների մեծամասնությունը, իսկ Շուշիի պաշտպանության ձախողման դրվագով անցել է վաղեմության ժամկետը։ Իրականության մեջ ի սկզբանե չպետք է կալանավորվել, որովհետև որևէ հիմք չկար նրան կալանավորելու։ Ամեն ինչ շատ արհեստական ձևավորվեց եւ շատ արհեստականորեն ուռճացվեց։ Հետագայում արդեն երբ որ գործը դատանում էր, կալանքը կար, վկաներին խոչընդոտելու հիմքի հարցը կար։ Դատանում, երբ որ սկզբնական փուլներ, մենք որոշակի բռնումով ենք մոտենում, փորձելով հասկանալ, որ այս բային կամ վկաներ եւ այլ նախորդ որոշումներ, հույս ունեինք, որ ավելի շուտ դատանում այս կալանքը կվերացվի, բայց երկար ժամանակ չէ վերացվում։ Ամեն դեպքում գոնե հիմա վերացվեց։ Դատեք դատանի դիրքորոշումը նա է, որ եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանք կա, դա եւս նվազեցնում է գործի քննությունը խոչընդոտելու հավանականությունը, ինչի մասին եւս նշեցիք դատարանում։ Ինչևէ, դատանը որոշեց, որ փոխում է տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգել եւ խափանմիջոցների համակցությունը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը պարբերաբար այցելել է նախկին զինվորականին, պնդում է, իշխանությունը փորձում էր գեներալին քավության նոխազ դարձնել Շուշիի անկման համար։ Միքայել Արզումանյանի դեպքում դա մի քիչ շատ ավելի աբսուրդային վիճակ էր, որովհետև մոտ 170 հոգի վկա է։ Վկաներ, որոնց մի կարևոր մասը Հայաստանում չեն, վկաներ, որոնք ուղղակի նույն Շուշիի ժամանակ եղել են որպես կամավոր, եղել են որպես զորակոչված։ Միքայել Արզումանյանը 3 տարի 56 օր գտնվեց անազատության մեջ քաղաքական պատճառով։ Նիկոլ Փաշինյանը փորձում էր Միքայել Արզումանյանին դարձնել ընթերախը։ Ազգային ժողովում, երբ որ պարբերաբար որ խոսում ենք այդ թեմա, ելնում են ասում դե Շուշիի հարցով են, տեսեք կալանավորված կա, թող ինքը պատասխան տա։ Հիմա իրավիճակը ուրիշ է։ Կա վաղեմության ժամկետ հասկացությունը նոյեմբերի 9-ին լրանում է, Շուշիի մասը։ Արագեսարի մասը արդեն լրիվ ջուրեր եւ ամուր դատականության ժամանակ էլ ես ներկա չեմ եղել, բայց այնպես տեղեկություններ, որ ունեմ հաստաբանական նաեւ թիմից, ամբողջությամբ փլուզված է։ Նույնիսկ փակագիծ չեմ բացում։ Նույնիսկ քննիչ հանձնաժողովում որևէ ակնարկ չի եղել, որ դա այն մեղադրանքը, որը կա Միքայել Արզումանյանի վրա, որևէ աղերս ունի իրականության հետ։